Սամվել Կարապետյանի կալանավորումից 4.5 ամիս անց գործը դատարան չի ուղարկվել։ Որովհետև ոչ մի բան չկա։ Դրա համար չեն ուղարկում։ Իրան գիտեն, իրանք մեգա խարտախ են։ Չեմ կարող ասել։ Նես չի որ դա միակ դեպքերից է, բայց չեմ կարող ասել։ Քաղաքականությամբ զբաղվում եմ, բայց հարցազրույցներ չեմ տալիս։ Շնորհակալություն։ Ոյ, ես շատ շտապում եմ, ես շատ բան կասեմ, որ ասեմ, բայց չեմ ուզում ասել։ Ես էդի կարամ պատասխանել, բայց Սամվել Կարապետյանին սխալ է բռնել։ Սխալ է բռնել։ Ինչու՞։ Դե սա մեր Հայաստանի շատ լավություն արեց ինքը։ Ճիշտ եմ։ Ինչու գործը դատարան չեն ուղարկում 4.5։ Էդի Փաշինյանը որոշի։ Ձեր կարծիքով։ Չեմ կարող ասեմ, ցավը տանեմ։ Բալես, Երևանում այնքան վատ բաներ է կատարում, էլ ոչ մեկի չեն կարում հավատանք։ Հարազատ թշնամին մեր հայրենիքն է, դարը ինչ ասեմ։ Մենք շատ կուզենք, որ ինքը այսօր էլ դուրս գա։ Կարճ կոնկրետ։ Ուղղակի աթոռի կռիվ է։ Չես հասկանում, մարդիկ ժողովրդի մասին են մտածում, թե աթոռի կռիվն են անում։ Ինչ ասեմ։ Գոնե կռիվ անեմ, որ հողի տեղը լինի կամ աթոռի տեղը լինի։ Ուղղակի մարդիկ ապրել են մենակ Կարեն Դեմիրճյանի ժամանակ, սովետական միության կարգերի ժամանակ, որ մարդիկ ապրել են նորմալ, իսկ հիմա ոչ մի լավ բան չենք սպասում։ Այդ որ դադարությունը շատ արագ տևել։ Կատանք ո՞ւմ։ Այս 4.5 ամիս կանոնավորված ինչու՞ 1 տարի էլ կա, 2 տարի էլ կա, չգիտեմ։ Չէ՞։ Չգիտեմ։ Այսինքն նորմալ սովորական գործընթաց է։ Երևի։ Թող բարձրաձայնեն, բայց ինչի համար չեն բարձրաձայնում։ Ինչ է, հնարավորություններ չունեն։ Նրա գործը դատարան ոչ էլ կուղարկվի, մինչև իրանման մի 20 հոգի ընդելն են, եթե ոչ ավելի, ընտրությունն էլ կանցնի կպրծնի, էլի մարդիկ խաբար չեն ելնի։ Ինչի մենակ Սամվել Կարապետյանն է, չնայած նա արժանի տղա է, միշտ էլ ասել եմ, իրանից բացի այնքան մարդ կա, որ բայց էդի հլա ոչինչ, հլա դուք տեսեք հիմա ինչ ալնելու, հեսա այնքան են լսնելու այդ բանտերը, այնքան են լսնելու, որ էլ տենակ մարդ չկա, կամ էլ դուք ոնց էիք ուզում, կամ էլ այդ որ դադավորը կարա չլսի մեր շատ հարգարժան վարչապետին, որ կարա չլսի, գիտեք ոնց, Սամվել Կարապետյանը երևի նա ոչ մի բան իմար անդեղ, ոչ մի բան իմար, երևի նա շատ էր, չնայած ես չէի ասի, որ նա խանգարում էր, իրենց կարծիքով նա շատ էր խանգարում, հավատացեք, որ բայց իսկականից Սամվել Կարապետյանը մեղ կա, որտեղ իսկականից ոչ մի բան իմանա, ինչի մար, ոնց որ մի անգամ ասեց մենք էլ մեր ձևով, հա ինչ անենք, ես էլ մեր ձևով, մեկը չի կարելի, ինչ ասեմ, չգիտեմ, աղջիկ ջան, չգիտեմ, էլի փառք տվեք ասում, որ ես չգիտեմ ինչի մար, բայց պետք է փառք տանք ասում, հավատացեք ինձ, գիտեք ոնց, վատից վատ է լինում, ուղղակի վլաստը, իշխանությունը ուրիշ բան է, երևի նա ամենակացր բանն է աշխարհում, դա իմ ասելով չի, այդպես բան կա, եւ երևի նա ավելի քաղցրական կյանքը, որովհետեւ այդպես է, իմ ասելով չի։ Երբ ասենց հարցազրույցներ է լինում, ես ինսուլտ տարածքին եմ անկողնային, ու միշտ չեմ պատասխանում, ու միշտ ինձ հետաքրքրում է, ինչի մեր հայ կանայք լավ չեն խոսում, ամաչում են, իլի քաշում են, իլի մտածածը չեն արտահայտում, այդ ռուսները լավ է խոսում, երեխեքն են լավ խոսում, մեծերն են լավ խոսում, հիմի այնպիսի հարց եք տալիս ինձի, որ պոլիտիկա է, դա պիտի ինչ-որ ես ճիշտ արտահայտվեմ, էլի, բայց իմ աղջիկը ասում է, մամա, դու ինտերնետ քիչ նայի, դրանք սաղ սուտ են, ինչպես ասում, ես ինձ նկարում եք, լավ դեմ, մի քիչ գեղեցիկ չի, էլի, չէ, ես
սիրում եմ այդպիսի մարդկանց, որ մարդկանց աշխատանք են տալի։ Տեսեք, ինքը որքան տեղեր ա տվել, մարդիկ աշխատում են, մենք հայերս լացելու բան ունենք, էլի որ ես օրինակ սիրել եմ ասեմ, ես հարուստ եմ, չունեցած վախտնել, ու սիրում ես ասես, ես ունևոր եմ, ես հարուստ եմ, ես լավ եմ։ Իսկ մարդը, օրինակ այդպիսի մարդիկ մինակ չմտածեն իրանց մասին, նա մտածում է Իրանն էլ է օգուտ, չէ, բայց մտածում է հայ ժողովուրդը լավ ապրեն։ Թող ինչի դրսի մարդիկ թող իմանան մեկ այսօր մտել եմ եկեղեցուց ներքևով գալիս եմ, կներեք շատ խոսացի։ Տեսնում եմ, որ ռեմոնտ են անում, իշո սարքում է, չէ, ասում եմ, վայ լավ է, ծախսա, բան չունեմ ասելու, բայց լավ է, հոտ չի գալիս, մարդիկ մտնում են ուրիշները ինչ կասեն։ Ուրիշ ազգը գալիս է ինչ կասի։ Հա, ինքը, գիտեք, ես չեմ բան ասում, ես մեծ կին եմ, չեմ առնչվել, էլի, ճիշտն ասած չեմ բան ասում, բայց լավն էլ են ասում, վատն էլ են ասում, միայն լավը չի կարելի, իմի ում ձեր չի տալիս, իրանց համար լավը չի, ում ձերը տալի ասում է, այմար դե լավ մարդ, այլ այդքան մարդկանց օգուտ ա տվել, այդքան աշխատանք ա տվել, բայց բոլորին չի բա, ինձ ասում էին, ունես անում ես, ասում խի, այնքան ունևորներ գիտեմ, որ չեն անում, դե թե նրանք էլ անեն, չէ, ամեն ունևոր չի արել, հիմի Կարապետյանի նման ուրիշ ունևոր չկա, այնքան մարդիկ կան, օրինակ ես իմ աղջիկը Ռուսաստանում անդեղ են բան, ես ընդեղսեց էի անում, ասում էի, այ մարդ, ինչ ասեց, լսել էի, ստեղ ծնվել եմ, ստեղ մեծացել եմ, ստեղ աղջիկ եմ, բայց չէի ման, որ մենք իսկան հարուստ ենք, Երևանը այսքան հարուստ է, որ Քոչարյանը էս ինչ խելացի մարդ է, ասում է կղզիներ ունի, տներ ունի, չգիտես քանի սենյակ, այդքան ինչին ա պետք, ինչ, բայց մենք հարուստ երկիր ենք, այս ինչ հարուստ է այս Երևանը, սկականից, ես խաբա չեմ եղել, որ մենք այսքան հարուստ երկիր ենք։